Տիկի Ստեփանյան, բարև ձեզ, շնորհակալ եմ, որ եկաք տաղավար։ Ճիշտ ասած, բավականին մեծ դժվարությամբ եք հասել տաղավար, որովհետև ճանապարհային երթևեկությունը խայտառակ վիճակում է, առանձուն է տեղում եւ նաեւ ձեր էջում, հիմա նաեւ մեր էջում եկը տեղադրվի, անդրադարձել եք այս քաղաքապետարանի ստին, կեղծիքին։ Մի խոսքով, երթևեկությունը կատվածահար ձյան պատճառով, իհարկե քաղաքապետարանը այս պահին ինչ անում, չգիտեմ, զարմանում է, որ ձմեռով ձյուն կա։ Խնդրեմ։ Ինչ որքան ժամը 1-ին դուրս եմ եկել հարավ-արևմտյան թաղամասից, ժամը 4-ն է, 4-ին 15 է պակաս, հա, վերջապես հասա, մի մասը եկել եմ տրանսպորտով, մի մասը տաքսիով, մի մասը ոտքով, մի մասը մետրոյով, և այսպես հասել եմ այստեղ, ճանապարհին այո, մի քանի ուղիղ եթերներ ունեցա, նորից մեր հասարակությանը ցույց տալու, որ Հայաստանում իշխում է գողերի և սուտասաների իշխանությունը։ Երբ որ տրանսպորտը կանգնել էր, ասում էր չեմ քշի, որովհետև մեր կասառույց է, այսքան մարդու ճակատագրի հետ ես չեմ խաղա, հասկանալի է վարորդի լուրջ մտահոգությունը, նույն պահին Տիգրան Ավինյանի այդ հիմնարկը տեղեկատվություն է տարածում, որ ամբողջ մայրաքաղաքում կատարվում են ձնամաքրման, աղալցման, ամբողջ այդ հուղակներով, չգիտես, քիչ է մնացել, ասի, Սաշ Կատվալյանը իր ընտանիքով դուրս է եկել ու մաքրում են Երևանը։ Ասացի, ճանապարհի մի մասը ոտքով եմ եկել, ուշով հետևել եմ։ Տեսել եմ մի տրակտոր, այդ շրջանայինի վրա, որ ասֆալտ էր քանդում այս ձում ձմեռնոցով, չգիտեմ ինչի, եւ այդ տեսանյութն էլ ունեմ, մեկ մարդ դույլը ձեռքին, այսպես աղ էր լցնում աստիճաներին, ասացի, որտեղ է աշխատակից եք, ասեց քաղաքապետարանի, ասի, բա այդ դույլով աղը ինչ գործ ունի ձեր ձեռքին էլ, այդտեղ պետք է հիմա մեկ ասենք մի հատ բահով շաղ տար, այդ խեղճ 75 տարեկան մարդուն, քիչ հետո այդ տեսանյութն էլ կհրապարակեմ, չտային դույլը ձեռքը, ասեին այսպես մի բուռ, երևի չափն էին ասել, մի բուռից ավել աղ չլցնես, տես հա, թե չէ վատ կլինի։ Այո, ցավոք, Երևանը կառավարում է սուտասաների և գողերի իշխանությունը, ամբողջ հանրապետությունը կառավարում է Նիկոլ Փաշինյանական գողերի ու սուտասաների իշխանությունը։ Մարդիկ ասում էին 3 միլիոն վարչապետ կա։ 3 միլիոն վարչապետ այս 7 տարիների ընթացքում ոչ մի անգամ պարգևավճար չստացավ։ Բայց այսօր առավոտյան արթնացա, հարգելի, սիրելի տատիկ-պապիկներ ջան, Ալեն Սիմոնյանը նոր որոշում էր ստորագրել, որ պետք է նորից պարգևավճար ստանան։ Կհիշեք դեկտեմբեր ամսին ինչքան խոշոր գումար գողացան գողերը մեր պետական բյուջեից։ Հիմա ստորագրում են նորից, որպեսզի իրենք նոր գողություն անեն մեր պետական բյուջեից։ Ձեր համար գումար չկա, նորածիների համար գումար չկա, այն Ավանեսյանը, Անահիտ առողջապահության նախարար տիկինը ասում է ներդրել ենք առողջապահական ապահովագրության համակարգ, որպեսզի տիկին Ավանեսյան, օրինակ դուք գնացել եք Ծաղկահովիտի շրջանի Ախուլա գյուղ, երբևէ եղել եք այդտեղ, եղել եք Գեղարքունիքի մարզի Լեռնահովիտ գյուղում։ Ձեր այդ ապահովագրական այդ համակարգը որ տարածքի համար պիտի աշխատի։ Ընդհանրապես դուք գիտեք այդ գյուղերում խանութ չկա, այդ որ ասում եք անկանխիկ առևտուր, այսքան քեշբեք, չգիտես ինչ, դուք մեր գյուղերում ընդհանրապես լինում եք, որտեղ ԿՊԱ-ականներ քիչ կան ձեզ աղուհացով չեն դիմավորում, եղել եք այդ գյուղերում, խանութներ չկա։ Ես ինչ սուտ ասել եք մի սովորել, ինչ մի համակարգ եք այդ համակարգը կարող է մի նեղ հատվածի համար կիրառելի լինի, բայց այդ նեղ հատվածի համար արժեր այդքան ամպագորգոր ասել, որ դուք դրել եք այդ համակարգը, համակարգ դնելուց առաջ պետք է զարգացնել երկիրը, գյուղերը, համայնքները, եթե մի համայնքում դպրոց եք փակում, ինչ քեշբեկի մասին, ինչ ապահովագրության մասին եք խոսում։ Եվ ես այս տնտեսական հատվածը ամփոփեմ,
Եվ այո, դուք ճիշտ նկատեցիք, ասում եք, որ ասում են լավ ենք աշխատում, դրա համար էլ էս պարգևավճարները ստանում ենք, բա որ լավ եք աշխատում։ Ամեն օր տեսնում եք դուք հենց ձերոնցից մեկին բռնում եք կոռուպցիայի մեջ մեղադրելով։ Այդ ինչ լավ աշխատանք է, այն հասկանալի է, չէ՞, այն տակիներին եք բռնում, վերևներին դե դուք միասին եք, այդ մեծ կաթսայի մեջ միասին եք։ Այդ ինչ լավ աշխատանք է, որ դուք ամեն օր կոռուպցիայի մեջ մեղադրվող պաշտոնյաներ ունեք ձեր թիմերում։ Դրանցից քանիսը օրինակ այդ կոռուպցիայի մեջ, որ վաղը կբռնեք օրինակ իրան, ինչքան պարգևավճար եք տվել։ Վաղը չեմ այսօր բռնվողին ինչքան պարգևավճար եք տվել։ Ձեզ այդ հարցերը տալիս եք։ Ընդհանրապես կան այդ հարցերի պատասխանները։ Հիմա ամբողջ թիմով լծվել են, Նարեկ Կարապետյանը հայտարարեց, ասում են մենք 300,000 աշխատատեղ ենք ստեղծելու։ Ամբողջ թիմով լծվել են, ասում են հնարավոր չէ Հայաստանում աշխատատեղ բացել։ Այսօր էլ լսում եմ Սերգեյ Բակրատյանն է ասում է գիտեք ԿՊ-ական նախկին ԲՀԿ-ական ասում է գիտեք մենք պետք է այսքան տոննա պանիր արտադրենք, դա ուղարկենք Եվրոպան էլ տեսնի մրցունակ է մեր պանիրը, որ մենք կարողանանք աշխատատեղ բացել։ Եթե դուք պանիրի արտադրություն չեք կարողանում, անգամ դրանից եք վախենում, ուրեմն դուք ամուլների կառավարություն եք, անկարողների կառավարություն եք, ինչ գործ ունեք այդտեղ։ Ինչ գործ ունեք։ Մեկը ասում է աշխատատեղ կբացեմ, վրա են տալիս։ Մյուսը ասում է երկրի անվտանգությունը կմեծացնեմ, հետապնդում են սկսում։ Մյուսը ասում է բանակը կազմաքանդում են, քրեական գործեր են հարուցում։ Մյուսը ասում է զինվորների վիճակը լավ չի, քրեական գործեր են հարուցում։ Դուք չեք կարողանում, դուք խոստովանում եք, ամեն առավոտ ես արդեն լսում եմ, դուք խոստովանում եք, որ դուք անկարողների կառավարություն եք։ Գուցե գողանալուց լավ կարող եք, բայց կառավարման համակարգում դուք ամուլ եք, դուք չեք կարող ոչինչ անել։ Ու հիմա էլ ասում եք, որ ոնց կլինի պանիրի արտադրամաս բացել, պանիրն էլ մրցունակ լինի։ Այ քեզ բան, բա դուք ինչ կարող եք անել։ Դրա համար 7 տարի դուք միայն գողացաք պետական բյուջեի բոլոր հարկատուների վճարած հարկերը 7 տարի դրա անունը դրեցիք պարգևավճար, վաղը կարող եք ասել հույժ գախնի փաստաթղթով օրինակ, չգիտեմ, այն ամառանոցն է սեփականաշնորհում ենք Նիկոլ Փաշինյանին։ Դե ձեր մոտ ամեն ինչ հույժ գախտնի է։ Կամ այսօր լսում եմ այն մահվան նախարար Արսենին Թորոսյան։ Իմիջայլոց անցած անգամ անդրադարձել էր ինձ, ասում էր ընդդիմությունը մեզ ասում է, էլ գող փիսո, էլ քաչալ շուն։ Այո, դուք այդպիսին եք, որ կաք։ Դուք այդպիսին եք, որ կաք։ Հիմա հարց եմ ուղղում, Արսեն Թորոսյան, որ դու այսօր առավոտյան այսպես մի աչքալուսանք ասում ես, որ Արցախի հանրապետությունից, փակագծում Ղարաբաղ, Ադրբեջանի հանրապետությունից Փակագծում Ղարաբաղ, վերջին հայերը դուրս եկան։ Իսկապես Ադրբեջանի հանրապետությունից, բա որ դա Ադրբեջանի հանրապետություն էր, Արսեն Թորոսյան, 20 թվականի պատերազմից մեկ օր հետո, ինչ գործ ունեիր Ադրբեջանի տարածքում, ինչ էիր անում։ Դու հենց դու Ադրբեջանի տարածքում ինչ էիր անում։ Ինչի էր գնացել Ադրբեջանի հիվանդանոցներում, ինչ էիր անում։ Քեզ այդ հարցը տվել ես։ Ընդհանրապես այդ հարցը դուք ձեզ տվել եք։ Կամ մի դիֆերանբ են ձոնում, թե մենք թրիփի ուղին, տեսեք, գնաց Արարատը, ափսոս այդ անունը, ստորագրեց ու չգիտես, բերեց։ Այո, դուք տարին նոր է սկսվել Հայաստանի Հանրապետության մի մասի վրա կապիտուլացիոն փաստաթուղթ ստորագրեցիք։ Աշխարհում չկա մի երկիր, որ իր տարածքի 46 կիլոմետրի 76%-ը ձեր ասած արտապատվիրակի մեկ ուրիշ պետության լայնությունը, չգիտեն քանի կիլոմետր լայնություն ունի, առանց մեջը գրելու անգամ, թե այդ պետությունը օրինակ քանի տարի իրավասություն չունի այդ 76%-ից արտապատվիրակելու օրինակ Թուրքիային, վաճառելու բաժնեմասը Թուրքիային։ Մենք շատ լավ հասկանում ենք, ով ունի մեծ բաժնետոմս,
նա է թելադրում խաղի կանոնները։ Դուք չեք այդ փաստաթղթում ես չեմ տեսել, եթե կա հրապարակեք։ Օրինակ, Միացյալ Նահանգները քանի տարի իրավունք չունի այդ ճանապարհը վաճառելու Թուրքիային, Ադրբեջանին, չգիտեմ, Իսրայելին, Պողոսին, քանի տարի իրավունք չունի այդ ճանապարհը վաճառելու, չկա։ Այո, Արարատ Միրզոյանը գնաց եւ ստորագրեց կապիտուլյացիայի պայմանագիր Սյունիքի մի հատվածի վերաբերյալ։ Դա ոչ այլ ինչ էր, քան կապիտուլյացիա։ Հիմա դուք կասեք, բա առևտուր, բա շրջանառություն, բա տնտեսություն, ձեզ ով է ինչ-որ բանի տեղ դնում, որ դուք էլ դա ասեք։ Ով է ձեզ հետ ընդհանրապես ով է խորհրդակցում։ Ձեզ կանչում են, ձեր ոտքը մասաժ են անում, տպտպացնում են, աչքով անում, ճանապարհում են, ասում են 76%-ը մերն է, հանկարծ ուրիշ խաղեր չտակ։ Ձեզ հետ են անում, դուք էլ ասում եք, տեսեք, հələ բա ոտքին խփեց Թրամփը, մի ուրախացել եք, մի եւ ցավոք ամեն օր խնդիրները կուտակվում են, ամեն օր, եւ սրանք ոչ միայն սոցիալական, կենսական, այլ Հայաստանի անվտանգային խնդիրները ամեն օր ձնագնդի պես մեծանում են։ Եվ ես այսքան խնդիրներ մատնանշեցի ասելու համար, որ Հայաստանը պետք է անցնի, ինչպես համահայկական ճակատշարժման առաջնորդն է ասում, պետք է անցնի կառավարման նախագահական համակարգի եւ այո, Հայաստանի Հանրապետության առաջին դեմքը պետք է լինի զինվորական, որպեսզի մեր երկիրը այսպես մաս-մաս Թրամփի ճամփա, Նիկոլի ճամփա, Արարատ Միրզոյանի ճամփա անվան տակ չվաճառենք, չտանք այլ երկրներին եւ ընդհանրապես Հայաստանի ինքնիշխան տարածքում թույլ չտանք, որ ադրբեջանցիները գան, շատանան, Արսեն Թորոսյանն էլ ասի, դե հələ այդ քիչ են, 500 միլիոնին էլ պիտի բերենք, կարմիր գորգով նստացնենք մեր կողքին։ Համահայկական ճակատշարժման ուղեգիծը մեկն է. կարգավորել երկրի անվտանգային խնդիրները, զարգացնել տնտեսությունը, միայն անվտանգ երկրում, միայն հումանիտար հարցերը լուծված երկրում հնարավոր է ունենալ ներողություն ունենալ զարգացող պետություն։ Այն ինչ անում է այս իշխանությունը Հայաստանի Հանրապետության լուծարման գործընթաց եմ ես անվանում։ Այո, ոչ այլ ինչ, քան Հայաստանի Հանրապետության լուծարման գործընթաց։ Երեք մենք համահայկական ճակատշարժումը մի եւս մեկ հումանիտար ակցիա իրականացրեց։ Իսկապես շատ լավ ակցիա էր։ Այս մասով ինչպես են արձագանքում, դուք երեք ասում եք, որ պետք է պարտադիր Արարատ Միրզոյանը հանդիպի ծնողներին, մինչդեռ անդադար իրենց օգնականին, խորհրդականին, խոսնակին էին ուղարկում։ Խնդրեմ, եւ կա առաջիկա մանրիկները, որոնք լինելու։ Տեսեք, ընդհանրապես երկրի հումանիտար հարցերը մեր շարժման առանցքային կետում են, որովհետև եթե որևէ երկրում հումանիտար հարց դու չես կարողանում լուծել, մարդը եթե հոգեբանորեն ինքն իրեն չի կարողանում լավ զգալ, այդ մարդը այն ֆոնին, որ խաղաղության մրցանակներ են ստանում, չգիտեմ, եղբայրության մրցանակներ են ստանում, չգիտեմ, ինչ են անում, չնայած դրանց տարածքներ են տալ եւ այս հարցերը ոնց է անտեսվում, էլի, այդ ամեն ինչի ֆոնի խնդրեմ։ Շնորհակալություն։ Երբ որ հումանիտար հարցերը որևէ երկրում լուծված չեն, իսկ Հայաստանը այսօր հումանիտար հարցերի մենք ունենք Բաքվի բանտերում խոշտանգվող գերիներ, մենք ունենք հարյուրավոր անհետ կորածներ, մենք ունենք Արցախյան այդ սարսափելի պայթյունից անհետ կորածներ, մենք ունենք Արցախում ամեն օր պղծվող գերեզմաներ, եկեղեցիներ, մշակութային արժեքներ, թուրքական, ադրբեջանական ասկերների ոտքի տակ ամեն օր պղծվում են մեր արժեքները։ Եվ եթե մի երկրում այս հումանիտար հարցերը իշխանությունը նորից ամուլ է լինում ու չի կարողանում լուծել,
այդ երկրում դու չես կարող սպասել ոչ անվտանգության հարցի լուծման։ Պաշտպանունակությունը ամենացածր մակարդակի վրա կլինի, ինչպես եւ այսօր է, որովհետև երբ որ մարդը մտածում է ամեն օր արթնանա գտնի իր որդուն, այդ մարդը չի կարող ոչ լիարժեք աշխատանքի գնալ, երիտասարդ ծնողներ են, չէ, 40-45 տարեկան, ոչ լիարժեք աշխատել, ոչ լիարժեք իրենց զբաղվածություն չեն կարող, իսկ Հայաստանում ցավոք Փաշինյանական իշխանությունը այդպիսի ընտանիքներ շատ է ձևավորել, ցավոք շատ է ձևավորել։ Երեկվա համայնքական ճակատ շարժման կողմից իրականացրած ակցիան եւս մեկ անգամ բարձրաձայնում էր այն հումանիտար խնդրի, որ արցախցիները, որոնք մինչև վերջ մնացին պայքարելու իրենց հողի համար, այդ օրերին ունեցան բազմաթիվ զոհեր։ Եվ այդ մարդիկ, որ 8 ամիս էլ բլոկադայի մեջ էին, այդ վերջին պատերազմական գործողությունները հազիվ կարողացան այդպես ձեռքերով մի մասը հող փորեցին, իրենց որդիների, հայրերի դիերը դրեցին հողի տակ ու եկան Հայաստան այն ակնկալիքով, որ Հայաստանի իշխանությունը, որ Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, պարտավորվածություն կզգա հումանիտար հարցերը լուծելուն։ Տեղի է ունենում ֆարս, բառիս ուղիղ իմաստով ֆարս։ Երեկվա այդ մայրերի աչքերին ես նույնիսկ նայել չէի կարողանում։ Այնտեղ մարդ կար, որ 2 եղբայր էր կորցրել այդ օրերին, մարդ կար իր միակ որդուն։ Այս մարդիկ դիմում են Արարատ Միրզոյանի հիմնարկին, ասում են պատասխան տվեք, մենք կկարողանանք արդյոք Արարատ Միրզոյանի հիմնարկից այդ մարդկանց պատասխանում է լրատվական բաժինը։ Ասեմ, երեք էլ իջել էր լրատվական բաժնի մի երիտասարդ տղա։ Հարցնում ենք, որ դուք այդ մարդկանց ասել եք ամեն օր բարձրաձայնում ենք այդ հարցը, կոտորվել ենք, էլ տեղ չկա։ Որտեղ եք բարձրաձայնում։ Ասում եմ, ես դրան մեկնաբանություն չունեմ։ Դուք եք այդ մարդկանց պատասխանել, ինչպես մեկնաբանություն չունեք։ Օրինակ ասեք Արարատ Միրզոյանը մի բաժակ գարեջուր խմելուց այդ հարցը բարձրաձայնում է։ Կամ չգիտեմ, որտեղ եք, տանն եք բարձրաձայնում, որտեղ։ Բա դուք եք այս մարդկանց պատասխանել, որ ամեն օր այդ հարցը բարձրաձայնվում է։ Ես այդ Դավոսում երեկով ա տեսել օրինակ գերիների հարց, անհետ կորածների հարց, տնտեսական համաժողով, բայց դա կապ չունի։ Ես կարծում եմ, որ հումանիտար հարցերի մեջ թաթախված երկրի ղեկավարը որտեղումը տեսնի, պիտի խոսի մեր գերիների, մեր անհետ կորածների, Արցախում այդ պատմամշակութային արժեքները վերացնելու այդ խնդրի մասին, ինչպես են ադրբեջանցիները վերացնում, այդ խնդիրների մասին պիտի խոսի։ Ինչ տնտեսություն, ինչ էս, ինչ են։ Այդ ծնողները շատ լավ էին ասում։ Դուք հիմա հարգելի Անժելա ասում եք խաղաղության, եղբայրության մրցանակ, խաղաղության։ Այդ ծնողներն էլ են երեք ասում, բա որ խաղաղությունը գնացեք, մեզ տարեք Արցախ։ Բա խաղաղությունը մեզ տարեք Արցախ։ Բա խաղաղությունը գնացեք Ալեն Սիմոնյանին էին մասնավորապես ասում, գնա այնտեղ ապրի ընտանիքիդ հետ, ասում էր քո հայրենիքն է։ Գնա հայրենիքումդ ապրի, բա։ Չեն անում, միտումնավոր չեն անում, որովհետև գիտեն, ինչքան մարդկանց կախվածության մեջ դնեն հոգեբանական, սոցիալական, ապրելու, աշխատանք ունենալ չունենալու այդ տաբուի մեջ, կամ կունենաս, կամ չես ունենա, կլուծենք կամ չենք լուծի, տեսեք, խոսեցիք, չենք հետաքրքրվի ձեր հարցով, չարեցիք, չեն գանի, այդքան այդ կախվածությունից այդ մարդկանց կառավարելը շատ հեշտ է։ Շատ հեշտ է։ Երեք շատ լավ էր ասում այդ ծնողներից մեկի հայրը, ասում է, ահա, ծպետը նախքին, դեսա չի էլ ընդունում, զանթանրապես, սրա գործը այդ եկեղեցիների քանդելու ոնց որ բանն են դրել իր վրա, պարտավորությունը, ամբողջ ածն լծվի, ասեն Նիկոլը գնում է, էս իշտեղ գնան իրենց հարցերով, Նիկոլի այդ քանդման հարցերով զբաղվեն, հետ կան։ Չեն ընդունում, այս մարդկանց ոչ մի անգամ չեն ընդունում։ Նա էլ ասում էր, հա լավ ընդունում էր, բայց լավ էլ խաբում էր։ Այս սա է սուտասաների գողերի իշխանություն, որոնց մնաց կառավարելու մինչև հունիսի 6-ը, որովհետև ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանին ձայն տվող մեր կենսաթոշակառուները, մեր տատիկ պապիկները
մի այդպես շատ հանգիստ տեսեք դիմում եմ ձեզ, սիրելի տատիկներ ու պապիկներ, շատ իմ կողմից հարգված կենսաթոշակառուներ։ Փաշինյանական իշխանության ընտրազանգվածը ցավոք դուք եք։ Ինքը հենց ձեզանից է կորզել անցած անգամ այն 600,000 ձայնը։ Դուք եք այդ ձայնը տալիս։ Հիմա եթե դուք մտածում եք, որ դուք պիտի այդ զմռան ցրտից մեռնեք ձեր տներում, ցրտից հիվանդանաք ձեր տներում, դուք մի ձեր օրվա հացը սենց բաժանեք 4 մասի, այսօր այդ հացից մի կտորը ուտեք, վաղը մյուս կտորը, եթե ուզում եք այդպես ապրեք, ուրեմն ինչ ասեմ, գնացեք էլի բերեք սրանց, որոնց ձերքի ժամացույցը, հագի կոշիկը, ծախսած գումարը, երեք լսում էի իմ ընկերներից մեկի հարցազրույցը Բաբաջանյան Ավետիսի, ասենք ասում է Փաշինյանի կինը գնում է մի ռեստորանում սնվելու, որտեղ սարսափելի թանկ գներ են, օրինակ մի կտոր խմորեղենը 10,000 դրամ արժի, մի կտոր, ավել չեմ ասում, թող նրանք վայելեն, դե դուք էլ գնացեք իրենց վայելքին երաշխավոր կանգնեք, կանեք դա, ուրեմն կապրեք այս վիճակում, որովհետև սա այն իշխանություններ, որը բոլոր ոլորտներում խաբեց մեզ, չկա ոլորտ, կլինի հումանիտար, կլինի բարոյական, կլինի տնտեսական, կլինի բոլոր ոլորտներում սրանք խաբեցին։ Բայց հիմա տեսեք, երբ գնում են Դավոս, ստորաքաշնման, ասենք Պողորմելի է շատերի գնահատում այդ պահվածքը Վահագն Խաչատուրյանի, ինչի համար է շնորհակալություն հայտնում, ձեզ համար բաց է Սատիկի Ստեփան։ Իհարկե, պարզ է ինձ համար։ Ու այս իրականության մեջ երեկվանցի քպականները սոցիալներով գրում են կամ իշխանական այդպես մարդիկ, տեսակ աչքով տվեց Թրամփը Նիկոլի, տեսակ հետո ասում են դուք ինչ եք խոսում այս բանը, ծախում են, դավաճանել են, հանձնում են։ Դե ես ասեցի Թրամփը այդ ոտք էր մասաժանում, չգիտես ինչ բան, որովհետև մարդիկ գնացին 76% ճանապարհ տվեցին, գլուխն էլ կշոյեր։ Հիմա որ ձեր հարևանը իր պատից իր տնից, որը ասենք 50 քառակուսիա, 40 քառակուսին ձեզ տա, մի հատ գլուխը չեք շոյի, չեք ասի ապրեք։ Վահագն Խաչատուրյանի համար ես ասել եմ ու շարունակում եմ ասել, Վահագն Խաչատուրյանը Հայաստանում պարազիտ կառույցի ղեկավար է, որը բոլորի հարկերից $41,000 աշխատավարձ է ստանում։ Պարազիտ կառույցի ղեկավար, ժամանակին Վահագն Խաչատուրյանը գցնում էր Լևոն Տեր-Պետրոսյանին, այդ Նիկոլ Փաշինյանը, որ ասում էր, որտեղ կոշիկ են տեսնում, գնում լիզում են այդ կոշիկը, ես 3 դրա վառ ապացույցը տեսա, այո, Վահագն Խաչատուրյան, որտեղ օտարի կոշիկ ես տեսնում, գնում լիզում ես այդ կոշիկը։ Նիկոլ Փաշինյանը շատ լավ նկարագրել է այդ նախադասությամբ իր թիմին, որտեղ կոշիկ են տեսնում օտարի, գնում ու լիզում են այդ կոշիկը։ Ես ասել եմ Վահագն Խաչատուրյան, դու որ գաս Հայաստան, եթե եկել ես, առաջիկայում, ես քեզ հրավիրելու եմ, դու պիտի գաս, մենք միասին բարձրանանք Եռաբլուր ու դու այնտեղ շնորհակալություն հայտնես Ալիևին։ Դու պիտի գաս այնտեղ ու շնորհակալություն հայտնես Ալիևին։ Այդքան շնորհակալ եք, ծնկի իջնեիր, մի 10 անգամ խոնարհվեիր ոտքերի տակ։ Կարող է քեզ չների, որ ուղակի հրապարակային այդպես առանց ծնկի իջնելու ասեցիր։ Ես հասկանում եմ, որ դուք Ադրբեջանից վախ ունեք, ձեզ ամեն քայլափոխի կարող են նվաստացնել, բայց կա բարոյական արժեք, դեռ դուք ապրելու եք, չէ՞, ձեզ հանդիպելու են այս մարդիկ, չէ՞, դուք ոնց եք շփվելու, պաշտոնը հավերժական չի, ես շատ լավ հասկանում եմ, կգցնեք, որովհետև ոչինչի համար մեր հարկերի հաշվին գնացել Դավոս եք հասել, ոչ մի բանի համար, ու ես այսօր դիմում եմ են հերոս հարկատուներին, բա որ այդ անտրտունջ այդ հարկերը տալիս եք, որ ինչ-որ մի պարազիտ կառույցի ղեկավար գնա հասնի Դավոս, որ Ալիևին շնորհակալություն հայտնի ու հետ գա, ձեզ վատ չեք զգում, ուրիշ ժամանակ բունտ կանեիք, գործադուլ, չգիտեմ, ինչա դուլեր կանեիք, բա սկսեք այդ դուլերը, տենց բաներ սկսեք անել, որովհետև դուք խելոք բերում լցնում եք այդ կացսայի մեջ,
Իրանք է սիրուն տանում են այնտեղ, որ շնորհակալություն հայտնեն Ալիևին։ Այդ դուք ավելի լավ կգնաք կհայտնեք։ Փողներ ձեզ կմնա։ Ընդհանրապես Փաշինյանական իշխանությունը իմ մեկ բառով ես սկզբից ասացի, գողերի, սուտասաների իշխանություն է։ Եվ ես սա ամեն եթերին պատրաստում եմ ասել, գողերի, սուտասաների բանդա է։ Անցած անգամ եմ ասել, հիմա շատերը կասեն, բա ասֆալտ, բանդան էլ կարա ասֆալտ գցի, չէ՞։ Բանդա է սա, հավաքում են բոլորից, կիսում մի քանիսի մեջ։ Օրինակ, ով հասկացավ ինչումն էր իրենց այնտեղ գնալու կարևորությունը, ինչ տվեց դա մեր երկրին։ Արարատ Միրզոյան գնացիր հասար Միացյալ Նահանգներ հետ եկար, 76%-ը սիրուն կապիտուլացրեցիր հետ եկար։ Ինչի մենք քրտնաջան աշխատում ենք, հարկ երեք սահմանել, որ Միացյալ Նահանգներում տենց հարկատեսակներ չկա։ Մենք աշխատում ենք, որ դուք տենց թռնեք գնաք երկիրը մաս լուծարեք հետ գաք։ Մեկն է գնա սենց Վահագն Խաչատուրյան մանարի, եթե այդտեղ ես, Ալիևի տիկինը այդտեղ կլինի։ Ձերքը համբուրի մի հատ էլ իրեն շնորհակալություն հայտնի։ Այս տղաները ձեզ չեն ներելու, հիշեք։ Այդ ընտանիքները ձեզ չեն ներելու, հիշեք։ Եվ ավարտելով խոսքս ուզում եմ ասեմ, հունիսի 6-ին շատ քիչ ժամանակ մնաց։ Հունիսի 6-ը կարևոր է լինելու, մեր լինել չլինելու համար։ Եթե դուք որոշեք հանկարծ, որ պիտի Նիկոլ Փաշինյանը տարալուծի Հայաստանը Էրդողանի ու Ալիևի ոտքերի տակ, հունիսի 6-ին կարակ գնանք այդ ինչ պայմանագիր է, չգիտեմ, այդ ԿՊ քաղաքացիական պայմանագիր անունը պիտի փոխեն, գրեն Ալիևի հետ պայմանագիր կուսակցություն եւ վերջ։ Եթե ուզում եք գնացեք ձայն տվեք։ Վաղը ձեր ասել եմ, անցած անգամ էլ ու միշտ ասելու եմ, վախեցեք դատաստանից։ Նրանք, ովքեր այսօր չեն կարող հարգել մեր այդ զոհվածների, անհետ կորածների, գերի ընկածների ընտանիքների վիշտը, կյանքը բումերանգ է։ Բումերանգի օրենքից վախեցեք։ Ես եմ շնորհակալ։